Ուղղակի այսօր իրար հետ վերահաստատենք, որ կառուցելու ենք Աջափնյակի մետրոն, պարոն վարչապետ։ Այո, իհարկե։ Մենք արդեն իսկ մետրո Դիպրոտրանս ընկերության հետ առաջին փուլը անցել ենք նախագծման եւ նախնական հաշվարկներով առաջարկվող Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս։ 2026 թվականին մենք կարող ենք սկսել աշխատանքները Աջափնյակ մետրոյի կայարանում։ Կառավարության առանձին որոշում պետք է կայացնենք մետրոպոլիտենի նախագծային մրցույթի կառուցման մրցույթի հետ կապված հատուկ պայմաններ ավելացնելով։ Հենց այստեղից պետք է սկսվի մետրոյի Աջափնյակ կայարանի շինարարությունը։ Մինչ հազարավոր մարդիկ սպասում են շինարարությանը, տեղեկություններ են ի հայտ եկել մետրոյի նախագծման փուլում հնարավոր ֆինանսական կորուստների մասին։ Որքան գումարով է կազմվել մետրոյի կայարանի նախագիծը, արդյոք այդ գումարով միայն նախագիծը պետք է կազմվեր, թե նաև շինարարության համար կարևոր աշխատանքային փաստաթղթերը։ Երևանի քաղաքապետարանը 2021 թվականին հայտարարել է մետրոյի նոր կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ։ Հաղթող է ճանաչվել ռուսական Metro Dnipro-Trans ընկերությունը։ Պայմանագրի համաձայն հաղթող ընկերությունը 1 միլիարդ 848 միլիոն դրամով ի թիվս այլնի պետք է կազմեր մետրոյի կայարանի նախագծային փաստաթղթերը։ Պայմանագրի անբաժան մաս համարվող հավելված մեկում նշված է. նախագծման փուլականությունը, նախագծային փաստաթղթեր։ 2024 թվականին Կապալառու ընկերությունը քաղաքապետարանին է փոխանցել կատարած աշխատանքը։ Վերջին փուլում ստացել ենք 40 հատոր փաստաթղթերի փաթեթ, դրանք կշռում են կիլոգրամներով եւ մեկ ամբողջական տենց մեքենայով բեռնված փաստաթղթերի փաթեթ են, մատյաններ են, քաղաքաշինական տարատեսակ փաստաթղթեր։ Մետրոյի կայարանի նախագիծը անցել է անհրաժեշտ փորձաքննությունները։ Արդյոք Կապալառու կազմակերպությունը պետք է կազմեր միայն նախագիծը, թե նաև շինարարության փաստաթղթերը։ Պետական գնումների միասնական տեղեկատվական հարթակում հրապարակված են քաղաքապետարանի եւ նախագծող ընկերության միջև կնքված պայմանագիրը եւ 5 համաձայնագիր։ Թեև 1 տարի անցել է նախագծի հանձնումից, սակայն հրապարակված չէ հանձնման ընդունման ակտը։ Հետքը Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանից տեղեկացավ, որ պայմանագրի համաձայն Կապալառուն պետք է կազմեր եւ նախագիծը եւ շինարարության փաստաթղթերը։ Դրանք այն փաստաթղթերն են, որոնցով շինարարները պետք է առաջնորդվեն մետրոյի կայարանը կառուցելիս։ Metro Dnipro-Trans ընկերության կողմից կատարվել էր միայն նախագիծ փուլից ավալին համապատասխանող աշխատանք։ Մինչդեռ պայմանագրով նախատեսված 1.8 միլիարդ դրամ ֆինանսական միջոցները նախատեսված էին նախագծային փաստաթղթերի թե նախագիծ եւ թե աշխատանքային փաստաթղթեր փաթեթների մշակման համար, այսինքն գործը մնացել է անավարտ։ Նշված բացթողման մասին Տիգրան Մուշեղյանը տեղեկացրել է ԾԻԳ-ի ղեկավարությանը եւ առաջարկել լրացուցիչ համաձայնագրով կատարել անհրաժեշտ ճշտում, համապատասխանեցնել տեխնիկական առաջադրանքը փաստացի կատարած աշխատանքի ծավալին։ Արդյունքում կազմվել է 6-րդ համաձայնագիրը, սակայն ըստ մասնագետի ԾԻԳ-ի ղեկավարության կողմից գործնական որևէ քայլ չի արվել պայմանագրով նախատեսված վճարի չափը նվազեցնելու ուղղությամբ։ Նրա խոսքով համաձայնագիրը դարձավ խախտումը քողարկելու փորձ։ Հարցը չքննարկվեց պատասխանատու ստորաբաժանումների հետ եւ արդյունքում նախագծողին վճարվեց պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը։ Ընթացիկ իրավիճակն էլ հուսադրող չէ։ ԾԻԳ-ի ղեկավարության կողմից ոչ մի առարկայական գործողություններ չեն իրականացվում ծրագրի առաջխաղացում ապահովելու նպատակով։ Տիգրան Մուշեղյանը կատարվածի առնչությամբ դիմել է իրավապահներին։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ քրեական ոստիկանությունը ստուգումներ է սկսել։ Բացի հանցագործության մասին հաղորդումից պաշտոնյան դիմել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի ծառայողական քննություն անցկացվի։ Ընթացքի մասին առայժմ տեղեկություն չկա։ 1.8 միլիարդ դրամ արժեցած գնման գործընթացի վերաբերյալ գրավոր հարցում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան։ Մոտ 1 ամիս անց դեռ պատասխան չունենք։ Քաղաքապետարանից չեն արձագանքել նաև թեմայի վերաբերյալ ԾԻԳ-ի ղեկավարության հետ հարցազրույց անցկացնելու մեր առաջարկին։ Այս պայմաններում ստացվում է, որ Կապալառու ընկերությունը, ստանալով պայմանագրով սահմանված ամբողջ գումարը, չի կատարել ծառայության մյուս մասը, չի կազմել աշխատանքային փաստաթղթերը։ Այս պատմության բոլոր մանրամասները կարող եք կարդալ հետքում։ Նմանատիպ պատմություններին առաջինը տեղեկանալու համար բաժանորդագրվեք Հետքի YouTube-յան ալիքին եւ հետևեք մեզ սոցցանցերում։ Հետքին աջակցելու համար բաժանորդագրվեք մեր Patreon-ին։